Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների քարոզչության ժամն է։ Ես Գուրգեն Սիմոնյանն եմ, Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուն։ Հարգելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է պատմական ընտրության առաջ։ Իրականությունը պահանջում է ճշգրիտ հաշվարկ եւ մասնագիտական մոտեցում։ Պետությունը ոչ թե կարգախոս է, այլ բարդ մեխանիզմ, որը պետք է աշխատի անխափան։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը բերում է նոր որակի կառավարում։ Մենք չենք քայլում անորոշության հետևից, մենք նախագծում ենք ապագան, հիմնվելով ազգային արժեհամակարգի վրա։ Մեր ուղին հստակ է, մենք գիտենք, գործը ծնում է ուժն իրավունք։ Պետք է հիշել, խաղաղությունը շքեղություն է, այն կարող են վայելել միայն ուժեղները, իսկ թույլերին պարտադրում են, ուժեղների հետ հաշվի են նստում։ Հունիսի 7-ին ընտրիր մասնագետների թիմին, ընտրիր նրանց, ովքեր ունեն գիտելիք եւ պատասխանատվություն, քվեարկիր հանուն ուժեղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի, քվեարկիր Հայաստանի Շնորհապետական կուսակցության համար եւ թող արարիչը զորավիգ լինի մեզ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցություն, քվեաթերթիկ համար 4։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի ուղերձը։ Իշխանությունը լայնածավալ արշավ է սկսել մեր դեմ, նպատակ ունենալով վնաս հասցնել մեր գործունեությանը եւ վարկանիշին։ Փորձում է ներկայացնել, թե իբր մեր գործունեությունը ռուսական իշխանության ծրագիր է եւ ունի ռուսական ֆինանսավորում։ Ինչպես է գործում իշխանության սխեման։ Ռուսալեզու կասկածելի կայքերում հրապարակվում են տեղեկություններ, հետո դրանք Հայաստանում տարածում է իշխանության մարդիկ, մոլորեցնում քաղաքացիներին, փորձում վարկաբեկել մարդկանց ու ստեղծում հետապնդման հիմքեր։ Օրինակ Կավկասկա քրոնիկա կոչվող կասկածելի կայքը հրապարակել է կեղծ տեղեկություն, թե մեր ֆինանսավորումը ռուսաստանցի հայ գործարարից է։ Այս տեղեկությունը իրականությանը բացարձակ չի համապատասխանում։ Ավելին այդ կայքը, երբ գնում ենք ու փորձում ենք հասկանալ այդ կայքում ովքեր են աշխատողները, խմբագիրները եւ այլն, տեսնում ենք, որ դրանք ադրբեջանական ազգանունով մարդիկ են, որ դրանք արհեստական բանականությամբ ստեղծված մարդիկ են եւ ընդհանրապես իրականություն էլ չէ։ Կամ օրինակ դոսիե կոչվող կայքը հրապարակել է տեղեկություն, թե մենք ստանում ենք իշխանությունից ֆինանսավորում։ Սրա հիման վրա իշխանության մարդիկ, իշխանության մաս կազմող Դանիել Հովհաննիսյանը հանցագործության հաղորդում է ներկայացել մեր դեմ տպավորություն ստեղծելով, նաև ձևակերպումներով իր, թե 926 միլիոն ֆինանսավորում ենք ստացել 5 ամսվա ընթացքում։ Նախ այս կայքը դոսիեն պատկանում է ռուս ընդդիմադիր մեծահարուստ գործիչ Միխայել Խադարկովսկուն եւ գործում է Ռուսաստանից դուրս։ Սրա հիման վրա էլ հանրային հեռուստաընկերությունն է առանց ստուգելու, առանց ճշտելու, առանց որևէ բան մեզ անգամ հարցնելու տարածում են այդ նույն կեղծ տեղեկությունները։ Իշխանության մաս եմ ասում, որովհետեւ նույն այդ մարդը, որ նշեցի, իշխանության հետ լայնորեն համագործակցում է, տարբեր հանձնաժողովներում է ընդգրկված, նաև ֆինանսավորումներ տարբեր ծրագրերով ստանալով պետությունից եւ վերածվել է գործիքի իշխանության կողմից հետապնդումների մարդկանց ենթարկելու։ Մենք ձեռնարկում ենք հենց հիմա էլ նաև քաղաքական ու քրեական պատասխանատվության ենթարկելու քայլեր այն բոլոր անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, ովքեր փորձում են մեզ վարկաբեկել։ Նախ նաև ասեմ, որ նույն կերպ որևէ կերպ ԿՊ-ին չի բարձրացում, որտեղից նրանց այդ միլիարդավոր դրամները, նրանց ամեն նախընտրական միջոցառում միլիոնավոր դրամներ արժի։ Նրանց կազմակերպությունների բազմաթիվ տարածքային գրասենյակներ ունեն, որոնք անհատույց օգտագործման են տրված։ Այդտեղ կոռուպցիոն ակնհայտ սխեմաներ կան, այդ ֆինանսավորումները կանխիկով են տրվում, ինչպես են ընդհանրապես ինչ սխեմա է այստեղ գործում։ Նույն կերպ որևէ հետևողականություն չկա եւ ստացվում է, որ ԿՊ-ին ձեռնտու վիճակ, բոլորին թիրախավորում են, իրենք մնացել են։ Ես պատասխանատու հայտարարում եմ, որ այն ֆինանսավորողների ցանկը, որ մենք ունենք, հենց հիմա հրապարակում եմ ամբողջությամբ, եթե ԿՊ-ն հրապարակի
իր ցանկը ու իր ֆինանսավորողներին։ Եվ ավելին ասեմ, մենք նաև հենց հիմա քայլեր ենք ձեռնարկում հանրային հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար, զրպարտության համար, հենց այս պայն պատրաստվում է դատարան ուղղված հայցադիմումը, ու նաև քարոզիչների, օրինակ Ստյոպա Սաֆարյան, եւ դիմելու ենք առավելագույն չափով հատուցումներ ստանալու համար։ Հիմա ես դիմում եմ մեր քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, այս ընտրությունները մեր համար են, մեր ժողովրդի, մեր երկրի համար են։ Մենք չպետք է թույլ տանք, որ օտար ազդեցության մարդիկ, այլ պետություններ որոշեն, թե ովքեր մեզ մոտ պետք է լինեն իշխանության։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ռուսական ազդեցության մարդիկ այս կամ իշխանությունները, որոնք ադրբեջանական հովանավորության ներքո են, կամ այլ օտար ազդեցության մարդիկ որոշեն ընտրությունները։ Եվ խնդրում ենք ձեզ քվեարկել առանց վախերի հանուն մեր պետականության։ Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Հարգելի հայրենակիցներ, ես Արտակ Սարգսյանն եմ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության նախագահը։ Մոտենում են ընտրությունները։ Միայն Քոչարի կուսակցությունն է, որ ամբողջովին թեթևացնելու է ազգի բեռը։ Միայն Քոչարի կուսակցությունն է, ով առաջարկում է եւ ի կատար է ածելու անվճար քաղաքային տրանսպորտը եւ ամբողջովին գույքահարկի զրոյացումը։ Մենք չպետք է վճարենք հողի քարի համար, որը որ եղել է մեզանից առաջ եւ լինելու է մեզանից հետո միլիարդավոր տարիներ։ Միայն Քոչարի կուսակցությունն է, որ պատռում է բոլոր մյուս կուսակցությունների դեմքերը եւ չի թողելու այլևս ձեր տրանսպորտի սակագնի հաշվին էժան հեղինակություն ձեռք բերելու։ Մի ընտրեք մեզ, եթե չեք ուզում փոփոխություններ, ժողովուրդ ջան։ Միայն Քոչարի կուսակցությունն է, որ Հայաստանը դարձնում է ազատ էկոնոմիկական գոտի 3 տարում։ Դուք Դուբայ եք գնում եւ Դուբայն եք հավանում։ Մենք Հայաստանը դարձնում ենք Կովկասի Դուբայը։ Միայն Քոչարի կուսակցությունն է, որ առաջարկում է չհարկել մարդկանց տեղաշարժման համար։ Միայն Քոչարի կուսակցությունն է, որ առաջարկում է չպատժել մարդկանց իրենց տեղաշարժի համար եւ բեռնաթափել քաղաքը։ Միայն Քոչարի կուսակցությունն է, ով խոսում է ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության մասին եւ միայն Քոչարի կուսակցությունն է, որ ասում է հայ զինվորը չպետք է զոհվի։ Հարգելի ժողովուրդ, հետևեք մեր էկոնոմիկական ծրագրերին։ Մեր թիմը այսօր ամենաուժեղն է։ 18 կուսակցությունները զբաղված են գրագողությամբ։ Մենք մեր ծրագիրը դիտավորյալ ուշ ենք հրապարակում, որպեսզի գրագողությամբ չզբաղվեն, բայց միևնույնն է նրանք զբաղվելու են։ Հետևեք, տեսեք սկզբնաղբյուրը։ Ընտրեք քվեաթերթիկ համար 9։ Հայաստանի անկախությունը ծնվեց փորձությունների միջով։ Կար պետություն եւ այն պետք էր պաշտպանել, իսկ բանակ դեռևս չկար։ Պետք էր հիմքից կառուցել պաշտպանության համակարգը։ Պետք էին մարդիկ, որ կդնեին առաջին քարերը։ Եվ այդ առաջամարտիկներից էր Վաղար Շաքարությունյանը։ Որպես խորհրդային բանակի պրոֆեսիոնալ սպա, ռազմավարական օղակում կառավարման փորձ ունեցող, Հայաստանի իշխանությունները նրան հրավիրեցին Հայաստան մասնակցելու բանակաշինության պատասխանատու գործին։ Իդեպ Հարությունյանը միակ գործող խորհրդային սպան էր, որ թողեց իր ծառայությունը բարձր պաշտոնը բարեկեցիկ կյանքն ու վերադարձավ հայրենիք։ Նա նշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, միաժամանակ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ եւ փաստացի գլխավորեց պաշտպանության նախարարության հիմնադրումը ներքին գործերի նախարարության համակարգում, արկա զինված ուժերի եւ ֆիդայական խմբերի համակարգմամբ։ Նա գլխավորեց Հայաստանի սահմանների համակարգված պաշտպանության գործը եւ իրականացրեց անկախ Հայաստանի առաջին զորակոչը։ Հետագայում Հարությունյանը դարձավ ԱՊՀ Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը Մոսկվայում, այս ողջ ընթացքում միջազգային հարթակներում ներկայացնելով նոր անկախ պետության շահերը։ Հենց այս պաշտոնում նա ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ 94 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրման հարցում։ Որպես ԱՊՀ գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ կարողացավ այնպիսի հմուտ դիվանագիտական լուծում առաջարկել, որ Վազգեն Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը այն որակեցին որպես Հայաստանի հերթական հաղթանակը։ Նա նաև մեծապես աջակցել է Հայաստանի սպառազինության ձեռքբերման հարցերում։ Ու Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ես եմ մեղավոր,
որ ժողովուրդը չի ճանաչում Վաղար Շաքարությունյանին։ 1999 թվականին արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում Վաղար Շաքարությունյանը պաշտպանության նախարար էր։ Այս անգամ արդեն գեներալ լեյտենանտի նպատակն էր բանակը դնել պրոֆեսիոնալ հիմքի վրա, կենտրոնանալով սպայակազմի ուսուցման եւ պրոֆեսիոնալիզմի վրա։ Նա կայուն ռազմավարական համագործակցության հիմքեր ստեղծեց ԱՊՀ եւ եվրոպական ու արևելյան որոշ երկրների հետ։ 99 թվականի հոկտեմբերի 27-ին նրա ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ միայն արտաքին թշնամու հարձակումից, այլև ներքաղաքական անկայունությունից։ Վաղար Շաքարյանը 2003 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական շտաբի պետն էր։ Նրան հաջողվեց միավորել երբեմն իրար հակադիր 16 կուսակցություն։ Արդյունքում նա ձերբակալվեց, Եվրախորհուրդը նրան ճանաչեց քաղբանտարկյալ, ազատ արձակվեց առանց որևէ խնդրագրի կամ այսպես կոչված գործուն սղճման։ 2020 թվականի պատերազմից հետո նա կրկին ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հայ-ռուսական հարաբերություններում բավականին կնճռոտ ժամանակաշրջանում Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր։ Այդ ընթացքում էականորեն բարելավելով հարաբերությունների որակը ռազմավարական դաշնակցի հետ։ Իր ողջ կյանքի ընթացքում զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ, Վաղար Շաքարյանը երբեք չհայտնվեց կոռուպցիոն սկանդալների մեջ, չներքաշվեց կասկածելի գործարքներում։ Նա երկրի համար դժվար պահերին մշտապես կանգնեց պատասխանատվության առաջնագծում, գործունեության առանցքում ունենալով մեկ գաղափար՝ ուժեղ պետություն եւ անվտանգ հայրենիք։ Վաղար Շաքարյան, ռեֆորմիստների կուսակցության վարչապետի տեխնացու, Քվեաթերթիկ համար 1։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ընտրիր Բևեռին, ընտրիր համար 8։ Իգործ Ազգային ժողովրդավարական Բևեռի նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց աննախադեպ մի ակցիա՝ համաժողովրդական դրամահավաք։ Ողորմություն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին խորագրով։ Քաղաքացիները կոպեկ առ կոպեկ հավաքում են դատարանի կողմից սահմանված 300,000 դրամի տուգանքի գումարը իշխող ընտանիքին փոխանցելու եւ ռեժիմի իրավական կամայականությունը մեջկացնելու համար։ Այս աննախադեպ դրամահավաքի պատճառը դատական համակարգի աղմկահարույց վճիռն է։ Բևեռի աջակից Տարեց Տիգրան Դերմոյանը դատապարտվել է խոշոր տուգանքի 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար։ Այդ օրը, երբ Բևեռի երթի ժամանակ հուշահամալիրի տարածքում հայտնվեցին Աննա Հակոբյանը եւ նրա դուստրը, հարյուրավոր քաղաքացիներ միաձայն վանկարկեցին Նիկոլ Դավաճան, Նիկոլ Թշնամի։ Սակայն գործող վարչախումբը կիրառելով ընտրովի արդարադատության ցինիկ մեխանիզմները թիրախավորեց Տիգրան Դերմոյանին եւ մեղադրանք առաջադրեց նրա նկատմամբ։ Արայիկ Պապիկյան, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։ Սա գործ էր, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Փաստն այն է, որ Տիգրան Դերմոյանը դատապարտվեց տուգանքի այն ապացույցով, որտեղ ինքը ընդհանրապես չկա։ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի ծառայություն մատուցեց երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Դերմոյանը բերման ենթարկվելուց հետո Տիգրան Դերմոյանը տեսողության խնդիր ունի, ինքը չի կարողանում առանց դեղերի։ Նրանից արգելվում են դեղերը, տանում ԶՊՎ եւ ստիպում որոշ փաստաթղթեր ստորագրի առանց ընթերցելու։ Տիգրան Դերմոյանը դատապարտվեց միայն այն պատճառով, որ ոստիկաններից մեկը ցուցմունք էր տվել, որ Դերմոյանը մշտապես գտնվում է Բևեռի հետ, այդ դրա համար Տիգրան Դերմոյանը դատապարտվեց։ Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի կարծիքով, այս համաժողովրդական դրամահավաքը ունի խորքային քաղաքական սիմվոլիկա։ Այն իշխանության կողմից հաստատված երկակի ստանդարտների եւ բռնապետական գործելավոճի հայելին է։ Սա Հայաստանում ազատ խոսքի բացակայության եւ ժողովրդավարության ոտնահարության մասին է։ Տիգրան Դերմոյանի վերաբերյալ իր որևէ փաստ չկա։ Այսինքն ձայները լսվում են Նիկոլ Դավաճան, Նիկոլ Հողատու եւ այլն, բայց այն տեսագրությունը, որը դրած է հիմքում, տվյալ 29 վայրկյանի մեջ որևէ խոսք այդ մարդը չի արտասանել։ Հետևաբար սա նաև իրավական համակարգի քաղաքական ենթակայության տակ եւ քաղաքական գործիք լինելու մասին է։ Այո, բռնապետությունները 21-րդ դարում ստալինյան բռնապետության նման չեն, որ ձև կոշտ ու կոպիտ վարվեն, իրենք օրենքով, սեփական գրած օրենքով կամ օրենքի սեփական մեկնաբանությամբ
Մարդկանց ճնշում են, սա ճնշման փորձերից մեկն է։ Ազգային ժողովրդավարական բևեռի падգամավորության տեխնացուները նշում են, որ ընտրական քարոզարշավի այս փուլում նմանատիպ պատժիչ գործողությունները կապված են ներիշխանական ճգնաժամի եւ ռեժիմի տոտալ ձախողումների հետ։ Գևորգ Կարապետյան, ազգային ժողովրդավարական բևեռի ընտրական ցուցակի առաջին համարը։ Դավաճաններ, հանցավոր ռեժիմ եւ այլ, մենք տեսանք, որ ոչ ոք չպատժվեց իրականում այս 8 տարիների ընթացքում եւ մանր ու քենախինդ իշխանությունը փորձում է նույնիսկ խոսքի ազատությունը լռեցնել կեղծ դատավարություններով, կեղծ դատապարտումներով։ Գևորգ Սաֆարյան, ազգային ժողովրդավարական բևեռի падգամավորության տեխնացու։ Սա հերթական ապացույցն է, որ Հայաստանում արդարադատությունը գտնվում է դատական իշխանության ենթակայության տակ։ Հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանում չկա դատավոր, որը որ իր կամքը չի կատարի։ Արմինե Սախոյան, ազգային ժողովրդավարական բևեռի падգամավորության տեխնացու։ 2023 թվականից մանավանդ Արցախի հանձնումից հետո Փաշինյանը անցել է տոտալ բռնարարության եւ դրանով ամենքերպ ուզում է հայ ժողովրդին վախեցնել։ Արցախի հանձնումից եւ միակողմանի սահմանային զիջումներից հետո վարչախումբը փորձում է ուժային ցուցադրությամբ լռեցնել իրենց դավաճանական քայլերի եւ ձախողումների մասին բարձրաձայնողներին։ Հայաստանի պայքարող քաղաքացու դեմ դատական հաշվեհարդար տեսնող համակարգին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանում են այսպիսի աննախադեպ քայլով։ Այս գրոշները ոչ միայն չեզոքացնում են թոշակառուին պարտադրված ֆինանսական բեռը, այլև բարոյական դատավճիռ են ընտրովի արդարադատությանը։ Նշենք, որ համաժողովրդական այս ակցիան կրելու է շարունակական բնույթ։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ընտրիր բևեռի, ընտրիր համար 8 ի գործ։ Իմ ուժեղ հայեր, խոսում է Սամվել Կարապետյանը, ձեզ ներշնչել եմ, որ փոփոխությունն անհնար է, հարմարեցրել են այս դառը կյանքին, համոզել, որ մենք թույլ ենք, դուք չունեք աշխատանք, բանակը թույլ է, գները բարձր, մարդիկ աղքատության մեջ, բայց ես փոփոխություն եմ բերում, մենք ստեղծենք 300,000 աշխատատեղ, կբերենք կայուն խաղաղություն, կվերականգնենք ազգային արժանապատվությունը, հունիսի 7-ին մեզանից յուրաքանչյուրը փոքր քայլ կանի դեպի մեծ փոփոխություն, ընտրելով համար 3 քվյաթերթիկը։ Արդեն գրեթե 1 տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ, եկեղեցին եւ մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո եւ պառակտված վիճակում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է, հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն, նոր գործարաներով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի եւ գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը եւ պաշտպանությունը, եւ մենք ունենանք ուժեղ դիվանագիտություն եւ ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը, ոչ թե բառերով, այլ գործով։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։ Վարչակարգը մարդկանց վախեցում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը։ Սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը եւ էթնիկ զտումը։
խոստումը։ Պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց, միտը մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար եւս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի եւ իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Միայն մեր ուժը կարող է վերականգնել թե հարաբերությունները, թե Սփյուռքի հետ վստահությունը մեր հայրենիքի հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, ռեպրեսիաներից ու հետապնդումներից ոչ մի պահ չհուսահատվեք։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է։ Դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին եւ փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Փոփոխությունների ժամանակը եկել է։ Շուտով ես ձեզ հետ կլինեմ։ Մեկ վայրկյան չկասկածեք։ Արդարությունը հաղթելու է։ Գալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը եւ առավել եւս հիմա գալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից։ Նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես հոսանքի գող եւ որպես փող լվացող։ Քվեաթերթիկ համար 16 Տեր կանգնիր խաղաղությանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Փորձ կլինի անպայման խոստանն է։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերի, բոլոր փաստարկները կդնեմ սեղանի եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Շուտով բացվելու է թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում։ Մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով։ Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան։ Որևէ մեկը այլևս Հայաստանի մասին չի կարող ասել, թե Հայաստանը ումա պետք, Հայաստանը ուր կարող է գնալ։
Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր Հայաստանը պետք է կենսականորեն պետք է թե արևելքին, թե արևմուտքին, թե հյուսիսին, թե հարավին եւ թե հյուսիսը, թե հարավը, թե արևելքը, թե արևմուտքը պետքա լավագույն առաջարկը անեն Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի ժողովուրդը կընտրի, կկատարի իր ընտրությունը։ Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի ընտրություն եւ ունենալու է ընտրություն։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Ալնելույա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Հանգիստ հոգնածը դու ես, հավաքական տրապկա հանգստացում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Սաղին պետք է տանեմ լսեմ ածին պատվալը։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Ալնելույա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Հանգիստ հոգնածը դու ես, հավաքական տրապկա հանգստացում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Սաղին պետք է տանեմ լսեմ ածին պատվալը։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին, քվեատ հերթիկ, համար 2, բոլորին, դեմ եմ։ Պատժիր բոլորին, քվեարկիր բոլորին, դեմ եմ, քվեատ հերթիկ, համար 2։ Ալնելույա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։
Ինչու ենք անում, լավ ենք անում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին։ Քվեաթերթիկ համար 2։ Բոլորին դեմ եմ։ Պատժիր բոլորին։ Քվեարկիր բոլորին դեմ եմ։ Քվեաթերթիկ համար 2։ Հանգստը հոգնածը դու ես, հավաքական տրապկա հանգստացում։ Այս աղմուկը քո մասին չէ, այն թունավորում է քո կյանքը ու ապագան։ Պատժիր բոլորին։ Քվեաթերթիկ համար 2։ Բոլորին դեմ եմ։ Պատժիր բոլորին։ Քվեարկիր բոլորին դեմ եմ։ Քվեաթերթիկ համար 2։ Հայկ Մարության համար 5 Եվրոպականացում, օնլայն կազինոների արգելք, աջակցություն երիտասարդ ընտանիքների, հարկերի նվազեցում, վերադարձ ազգային արժեքներին։ Նորուժ Հայկ Մարության համար 5 կառուցենք կարգին երկիր։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Նորուժ կուսակցությունը սկսում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որպեսզի կառուցենք կարգին երկիր։ Եվ այսպես հենց առաջին կետով գալիս է եվրոպականացումը։ Հիմա կասեք, ԿՊՆ-ն է դա ասում։ Այո, ասում է, բայց չի անում։ Եկան պարլամենտ, քվեարկեցին եւ գնացին իրենց գործերով։ Ես թվում է այսօր քնելու ես վաղը զարտես միանգամից հայտնվես Եվրոպայում, ազատ վիզաներով, բարձր աշխատավարձերով, լավ եւ ուրախ կյանքով։ Բայց դա այդպես չէ։ Դրա համար շատ մեծ ծավալի աշխատանք է պետք կատարել։ Եվ հենց առաջին հերթին այդ աշխատանքը պետք է կատարի կառավարությունը։ Եվ իհարկե մենք բոլորս ժողովուրդը։ Ինչ է պետք անել։ Պետք է բարձրացնել եւ հասնել եվրոպական ստանդարտների մեր տեղական արտադրությունը, որպեսզի եւ մենք օգտվենք եւ կարողանանք դուրս գալ եվրոպական շուկա։ Բարձրացնում ենք եւ հասցնում ենք եվրոպական ստանդարտների մեր արդարադատությունը, մեր բնապահպանությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Կասեք մի րոպե, Ռուսաստանը չեն թողնելու, խառնվելու են, կանգնացնելու են։ Ոչ ոք իրավունք չունի խառնվի մեր ներքին գործերին։ Սա մեր գործն է, մենք բարձրացնում ենք մեր ստանդարտները, բարձրացնում ենք մեր կենսամակարդակը։ Բայց կասեք, դա հնարավոր է, իրոք դրան կարելի է հասնել։ Այո, կարելի է։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների եւ հենց մյուս օրվանից կառուցում ենք կարգին երկիր։ Նորուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որպեսզի կառուցենք կարգին երկիր։ Եւ երկրորդ կետով մեզ մոտ գալիս է օնլայն կազինոների արգելումը։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ խայտարակ վիճակում է գտնվում մեր հասարակությունը այս առումով, երկու թիվ բերեմ։ Ուրեմն միայն 2025 թվականին կատարվել է 7.5 տրիլիոն դրամի խաղադրույք։ Սա 20 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Համատության համար ասեմ, որ 26 թվականի մեր պետական բյուջեի ծախսերը 3.6 տրիլիոն դրամ է, երկու անգամ քիչ։ Դուք լավ գիտեք այս խնդրի մասին։ Վստահ եմ հարյուրավոր մարդիկ կան ձեր շուրջը, որոնք հայտնվել են այս կախվածության մեջ։ Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ։ Մարդիկ պարտվում են ամեն ինչ, սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր։ Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ։ Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի, վստահեցնում եմ ձեզ, այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն եւ հարկերի տեսքով կվերադառնա պետություն։ Կարծնեք, լավ, բա ինչ է պետք դրա համար անել։ Շատ պարզ։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների եւ հաջորդ օրվանից սկսում ենք կառուցել կարգին երկիր։ Նորուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որպեսզի կառուցենք կարգին երկիր։ Եվ հաջորդ կետով մեզ մոտ գալիս է հարկերի նվազեցումը։ Մենք պատրաստվում ենք շրջանառության հարկը 10%-ից նվազեցնել մինչև 5% եւ մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։ Հիմա կլինեն մարդիկ ասեն՝ մի րոպե, բա այդքան գումար քիչ է մտնելու բյուջե։ Հավատացնում եմ, դա այդպես չի աշխատում։ Եթե հարկերը փոքրացնում ենք, մարդիկ ավելի շատ են աշխատում եւ ավելի մեծ գումարներ են տալիս պետությանը։ Այսինքն պետությունը ոչ թե պետք է հարկերը շատացնի, այլ հակառակը իջեցնի եւ թողնի, որ մարդիկ ավելի շատ աշխատեն եւ ավելի մեծ գումարներ տան պետությանը։ Կասեք, լավ, բա մենք ինչ անենք, որ այդ ամենը ստացվի։ Շատ պարզ։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրության եւ հաջորդ օրվանից կառուցում ենք կարգին երկիր։ Նորուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որպեսզի կառուցենք կարգին
երկիր։ Եվ մեր հաջորդ կետը աջակցություն երիտասարդ ընտանիքներին եւ ծնելիության խտանուն։ Ինչպես հայտնի է, Հայաստանում դեմոգրաֆիա առումով բավականին բարդ իրավիճակ է, իսկ մարդիկ մեր ամենամեծ հարստությունն են։ Պետությունը չպետք է ուղղակի կանգնի կողքից նայի ինչ է կատարում, այլ անմիջական ազդեցություն ունենա այս ամենի վրա։ Այսօր կան ծրագրեր, որոնք իրականացվում են, բայց ցավոք սրտի դրանք չեն աշխատում։ Ինչ ենք առաջարկում մենք։ Սկսած 3-րդ երեխայից յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքը կստանա 5 միլիոն դրամ միանվագ նպաստ, ինչպես նաև հարկային եւ վարկային արտոնություններ, օրինակ 5%-ով հիպոթեկային վարկ։ Երիտասարդ, էներգիայով եւ աշխատող մարդիկ շատ կարեւոր են պետության համար եւ պետությունը պետք է անպայման աջակցի իրենց։ Հիմա կասեք ինչպես, շատ պարզ։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրության եւ հաջորդ օրվանից կառուցում ենք կարգին երկիր։ Հայկ Մարության համար 5 գնում ես ընտրության, մտածում ես ում ընտրես։ Չես ուզում ոչ ներկա, ոչ նախկին։ Չես ուզում երկիրը դառնա գուբերնիա։ Գուցե վիլայեթ։ Չես ուզում օլիգարխատ, ուրեմն ընտրիր մեզ։ Նոր ուժ Հայկ Մարության համար 5 կառուցենք կարգին երկիր։ Հայ ազգային կոնգրես, քվեաթերթիկ համար 10։ Հայաստանի սոցիալ-տնտեսական ապահովությունն ու ազգային անվտանգության ուժեղացումը պայմանավորված են երիտասարդության ներուժով։ Հայ ազգային կոնգրեսը իշխանության գալու դեպքում երիտասարդների համար կիրականացնի բարեփոխումներ, աջակցություն կտրվի երիտասարդ գործարարներին, հատկապես երիտասարդական ստարտափներին, կստեղծվի ուսանողական բանկ պետական հիմնադրամը, ցածր տոկոսներով երկարաժամկետ վարկեր կտրամադրվեն ուսանողներին, փոխհատուցելով ուսման ծախսերը, պետականորեն կխրախուսվի առողջ ապրելակերպը, պետությունը կնպաստի սպորտի զարգացմանն ու տանացմանը։ Սիրելի երիտասարդներ, հունիսի 7-ին խելամիտ ընտրություն անելով եւ քվեարկելով 10 համարի օգտին, դուք քվեարկելու եք հանուն երիտասարդության եւ Հայաստանի Հանրապետության։ Սիրելի երիտասարդներ, մեզ երիտասարդներիս տարիներ շարունակ մոռացության են մատնել։ Քաղաքական ուժերը այնքան զբաղված էին ներքաղաքական ցածրակարգ բախումներով եւ հայհոյանքներով, որ չեն խոսել երիտասարդության հետ եւ երիտասարդության մասին։ Այնինչ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է, ապագան եւ կարևորագույն ռեսուրսը մեր պետության զարգացման գործում։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական ապահովությունը եւ ազգային անվտանգության ուժեղացումը կապված են երիտասարդության ներուժի հետ։ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած բարեփոխումները իրականացվելու են հանուն երիտասարդության։ Մեր երկիրը չի կարող թույլ տալ երիտասարդության հիասթափություն, հուսալքում եւ ի վերջո արտագաղթ։ Հայ ազգային կոնգրեսի իշխանության գալու պարագայում կիրականացվեն հետևյալ բարեփոխումները։ Կտրամադրվի երիտասարդական գործարարության խոշորածավալ աջակցություն, հատկապես երիտասարդական ստարտափների համար։ Կստեղծվի ուսանողական բանկ պետական հիմնադրամը, որը կխրախուսի ցածր տոկոսներով երկարաժամկետ վարկերի տրամադրումը ուսանողներին։ Դրանով իսկ փոխհատուցելով ուսման ծախսերը Հայաստանի ներսում եւ արտերկրի լավագույն համալսարաններում։ Պետականորեն կխրախուսվի առողջ ապրելակերպը։ Կկառուցվեն երիտասարդների մշակութային եւ սպորտային ակտիվության համար հանրային տարածքներ։ Պետությունը ներդրում կկատարի սպորտի զարգացման եւ մասսայականացման մեջ։ Սիրելի երիտասարդներ, Հայ ազգային կոնգրեսը ձեր ձայնն է։ Կոնգրեսում կան երիտասարդներ, որոնք հասկանում են ձեզ եւ ձեր մտահոգությունները, հասկանում ձեր պայքարը եւ դժվարությունները ապագայի կերտման հարցում։ Վստահ եղեք, հունիսի 7-ին կատարելով խելամիտ ընտրություն եւ քվեարկելով 10 համարի օգտին, դուք քվեարկում եք հանուն ձեզ, երիտասարդների եւ հանուն Հայաստանի։ Հայ ազգային կոնգրես, քվեաթերթիկ համար 10։ Այսօր աշխարհը փոխվում է աննախադեպ արագությամբ։ Պետությունները մրցում են ոչ միայն բանակներով ու ռեսուրսներով, այլ տեխնոլոգիաներով, գիտությամբ եւ զարգացման արագությամբ։ Եթե Հայաստանը չդառնա տեխնոլոգիական պետություն, նա չի կարողանա իր տեղը զբաղեցնել 21-րդ դարում։ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է տեխնոլոգիական զարգացման նոր ուղի, ներդրումներ արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, կիբերհամտանգության եւ գիտահետազոտական ծրագրերի մեջ։ Պետությունը պետք է դառնա արագ, թվային եւ արդյունավետ, իսկ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց ապագան կառուցելու ոչ թե արտերկրում, այլ հենց Հայաստանում։ Այսօր աշխարհը մտել է նոր դարաշրջան։ Մի դարաշրջան, որտեղ պետությունները մրցում են ոչ միայն բանակներով կամ բնական ռեսուրսներով, այլ տեխնոլոգիաներով, մտքով եւ զարգացման արագությամբ։ Եթե Հայաստանը չլինի տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում, չի կարողանա զբաղեցնել իր արժանի տեղը համաշխարհային տնտեսությունում։ Մեր նպատակը պարզապես թվայնացման մասին գեղեցիկ խոստումներ տալը չէ։ Մեր նպատակը տեխնոլոգիական Հայաստան կառուցելն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է արհեստական բանականության,
կիսահաղորդիչների եւ չիպերի դիզայնի, նանոտեխնոլոգիաների, ռոբոտաշինության եւ այլ ուղղություններով աշխատող ձեռնարկությունների, գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորում։ Սա նշանակում է պետական ծառայությունների ամբողջական թվայնացում։ Սա նշանակում է ազգային սուվերեն արհեստական բանականության ստեղծում, որը թույլ կտա ապահովել ազգային անվտանգության շահերի պահպանումը։ Սա նշանակում է լուրջ ներդրումներ կրթության մեջ, ծրագրավորում, ինժեներիա, կիբերանվտանգություն, ռոբոտաշինություն եւ գիտահետազոտական զարգացում։ Սա նշանակում է աջակցություն ստարտափներին եւ տեխնոլոգիական բիզնեսին, որպեսզի տաղանդավոր հայերը իրենց ապագան կառուցեն այստեղ, ոչ թե արտերկրում։ Եվ ամենակարևորը, տեխնոլոգիան մեզ համար առանձին ոլորտ չէ։ Սա գործիք է զարգացնելու տնտեսությունը, անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը եւ պետական կառավարումը։ 21-րդ դարը Հայաստանին չի սպասելու։ Եթե դուք էլ ուզում եք, որ Հայաստանը ոչ թե հետևի ապագային, այլ ստեղծի այն, հունիսի 7-ին ընտրեք Հայ ազգային կոնգրեսին, համար 10։ Շուտով Աստծո կամքով մեր ընտանիքում 4-րդ փոքրիկն է ծնվելու։ Ամեն անգամ, երբ նայում եմ երեխաներիս, նույն հարցն եմ տալիս. ինչպիսի Հայաստանում են նրանք ապրելու, ինչ ապագա է նրանց սպասվում։ Ես ինքս մեծացել եմ Երևանում, Մերիգելյանի թաղամասում, 90-ականների հաղթանակած, սակայն ծանր օրերին։ Արմատներով Սյունիքից եմ, Դավիթ Բեկից ու Սիսյանից։ Այդ տարիները մեզ կոփել եւ շատ բան են սովորեցրել։ Հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները, միևնույն ժամանակ պահպանելով թե արժանապատվությունը եւ թե ապագայի նկատմամբ հույսը։ Ինչպես ձեր, այնպես էլ իմ կյանքն ու ճակատագիրը կապված է բացառապես Հայաստանի հետ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ, որպես քաղաքական գիտությունների տեխնացու, ես մշտապես ուսումնասիրել եմ, թե ինչու են որոշ ազգեր եւ պետություններ հաջողում, իսկ որոշները ոչ։ Սակայն այնպես ստացվեց, որ այս հարցերի շատ պատասխաններ ես ստացա հենց լեռներում, Արարատից մինչև Մոնբլան եւ Էլբրուս։ Լեռները սովորեցրին, գիտելիքը անհրաժեշտություն է, սակայն բարձունքին հասնելու համար առաջնային են կամքն ու վճռականությունը։ Երբ թվում է, թե ուժերն այլևս սպառված են, հենց հավատքն ու կամքն են, որ անհնարինը դարձնում են հնարավոր, որտեղից էլ սկսվում է իրական հաղթանակը։ 2020 թվականից հետո, երբ աշխարհը կարծես փլուզվել էր մեր գլխին, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեզ համար ցանկալի փոփոխությունները երբեք չեն կարող տեղի ունենալ առանց մեր անմիջական մասնակցության։ Այդպես որոշեցի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, քանի որ ունեի համոզմունք, որ գիտելիքը, հավատքը, կամքն ու վճռականությունը մեզ դուրս կբերեն այս բարդագույն իրավիճակից։ Այս ընթացքում ես եղել եմ Հայաստանի գրեթե ամեն անկյունում, տեսել այն, ինչը հաճախ փորձ է արվում թաքցնել, եւ ամեն անգամ կրկին ու կրկին համոզվել, որ հաղթանակը շատ մոտ է։ Հաղթանակ, որից կախված է իմ, բոլորիս երեխաների ապագան։ Հայկական ապագան։ Հունիսի 7-ին ոչ թե պարզապես քվեարկեք, այլ կատարեք ընտրություն։ Ընտրեք ժողովրդավարական համախմբում կուսակցությունը։ Քվեաթերթիկ համար 14։ Հայաստան դաշինք, միասին կարող ենք։ Ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Դուք ինչի եք կենթանի, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի։ Մարդ վարորդական իրավունք ստանալուց ընդամենը փոքր մեքենա քշելու համար փսիխոյի թուղթ է ստանում։ Հոգեկան առողջության վերաբերյալ թուղթ է անում։ Վարչապետի տեխնացում պարտավոր է փսիխոյի թուղթ անել միջև ընտրությունների մասնակցությունը։ Որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք։ Ուրիշ տարբերակ այս պատնեշ դնելու չկա։ Արի միլետը մի կրա, մենք ես ձեր կզացնելու ենք, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Հիմա հարց է առաջանում, ինչի համար են սա անում։ Ես ողջամիտ, ռացիոնալ բացատրություն այս ամենին չունեմ։ Մեկ ուզում եմ հասկանալ, թե լավ, սրա տակը ինչ որ մի տրամբանություն կա, դրանց թե չկա։ Չեմ տեսնում։
Միայն ռացիոնալ բացատրությունը հետևյալն է. լուրջ անլրջացնել ամեն ինչ եւ այդ անլրջացման գործընթացի ժամանակ, քանի որ ինքը անլրջությունների վարպետ է, լուրջ հարցերից որևէ բանավեճ չգնա, լուրջ հարցերի շուրջ քննարկումներ չլինեն եւ ամեն ինչը բերի պրիմիտիվ, գժական, կսագժական մակարդակի վրա։ Սա է, որովհետեւ որևէ հարցի շուրջ լուրջ բանավեճի ժամանակ այս մարդը ոչ գիտելիք ունի, ոչ ասելիք ունի։ Չեք կառուցել։ Մեզ դուք ոչ կառուցել, ինչ է մալանել եք։ Ո՞նց է փալավը։ Ռադետ քաշի։ Հապալի մենք։ Ստակ չես էլ ամանչում, գետի նմտնես, դու ավես ընդհանրապես, էժան։ Կարող են ասել այսօր մեկ բան, մյուս օրը մեկ ուրիշ բան։ Արցախը Հայաստանը է վերջ, հետո Արցախը Ադրբեջանը է վերջ, բայց այդ ամենի պատասխանատվությունը եւ գինը տալիս է ոչ թե ինքը, այլ պարզ ժողովուրդը։ Հազարավոր զոհերով, տասնյակ հազարավոր փախստականներով եւ ունեզրկված ընտանիքներով։ Սրան այսպիսի ձևակերպում է մեզ տվել, որ սա պատասխանատվության, իշխանության պատասխանատվության ինստիտուտի չեղարկում է։ Ըստ էության սա է կատարվում, այն ինչ տեսնում ենք։ Իմ խորին համոզմունքով իշխանություն եւ պատասխանատվություն սա սինոնիմներ են, սա նույն բանն է։ Իշխանությունը առանց պատասխանատվության չարիք է ժողովրդի համար։ Չի կարա առաջնորդը ասի դե սխալվել եմ, ինչ ա եղել, հետո ինչ 5000 զոհ։ Այն ժամանակ ուրիշ բան էի մտածում, հիմա ուրիշ բան եմ մտածում։ Սա կրկնեմ, անպատասխանատվության ինստիտուտի չեղարկումն է։ Եվ սա այն է, ինչ քայքայում է պետականության հիմքերը։ Առանց պատասխանատվության չկա իշխանություն, առանց պատասխանատվության չի կարող որևէ պետություն կայանալ։ Այ փախածն է, այ դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Խնդրում եմ։ Իմ երկիրը ծախել է, դուք իմ տունը ծախել եք, իմ արցախը։ Ուզում եմ նկարվել։ Որտեղ ես ապրել եմ։ Շատ լավ, Վալիկա։ Կմեծանաք կհասկանաք։ Արդեն հասկանում եմ, որ ես հասկանում եմ, թե այսքան ժողովուրդն է հասկանա, որ դուք ծախել եք արցախ։ Ես քեզ սիրում եմ։ Այսօր նույնիսկ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթության պահանջ կա, չկա։ Չկա այդպիսի պահանջ։ Լրիվ ընդունում եմ, նույնիսկ իմ կարծիքը այնպիսին է, որ IQ-ի տեստ պիտի հասնի մարդը։ IQ-ի տեստ պիտի հասնի։ Գոնե կրթական ցենզը այո համարում են, որ պետք է լինի։ Հիմա չկա սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ես ամենայնիվս պնդելու եմ, որ որոշակի այսպես կրթական ցենզ այո պետք է լինի։ Ինքը ի դեպ կրթություն չունի, բարձրագույն կրթություն ինքը չի ստացել։ Հետո ինչ որ ձևի, չգիտեմ, վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել։ Անպահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական հիմնարկը։ Մենք հնարավորություն ունենք շտկելու ամեն ինչը։ Ես ձեզ խոստանում եմ, այս խնդիրների լուծումը շատ արագ լուծումը տալու ենք։ Ուղղակի պետք է քանդող մարդուն փոխարինել կառուցող մարդուն։ Մարդ կա չէ կյանքում, սենց խուլիգան է պես, որ մի բան ջարդում է, բանը անում, հաճույք հաստանում։ Հեռախոսի բուտկա ջարդի, մի ուրիշ ջարդի, ոնց որ հաճույքը դրա մեջ է, էլի։ Մարդ էլ կա հակառակը, որ քարը քարի վրա է դնում, դրանից է հաճույք ստանում։ Որ տեսնում որ ամեն օր մի բան ավելացավ։ Ոնց որ ծառը տնգես, այդ ծառը ջրելուց ամեն տարի տեսնում ես այդ աճը եւ ինչ որտեղ հասկանում ես, որ մի լավ բան է արել։ Մեկն էլ գալիս է կացինը ձեռին է ծառը կտրում է տանում վառում։ Հիմա մենք ծառը կտրող կացինը ձերքին հիմարի հետևից պիտի գնանք, թե կառուցողի հետևից։ Այս իշխանությունը չի կարող սովորի իր փորձի վրա, իր սխալների վրա եւս չի սովորում։ Եվ ես եկել եմ մի եզրակացության, որի մասին արդեն ասել եմ։ Չի սովորում սեփական փորձի վրա, որովհետև գինը ինքը չի տալիս իր սխալների համար։ Սխալը իշխանությանն է,
գին տվողը ժողովուրդն է, հազարավոր կյանքերով եւ տարածքային կորուստներով։ Ես արդեն գին եմ տվել, հայրենիք եմ տվել, իմ ծննդավայրն եմ տվել, իմ պապական տունն եմ տվել։ Թույլ տանք, որ սա շարունակվի։ Ուրեմն պետքա ոտի կաղնել։ Պետքա իսկապես ոտի կաղնել ու ասել հերիքա։ Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, ողջույն, մենք ուղիղ եթերում ենք նորից, շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր լուսաբանում են մեզ։ Ուրեմն մենք այսօր ինչու ենք այստեղ հանդիպում, որովհետև գտնվում ենք Երևան քաղաքի փոքր կենտրոնում, որտեղ արդեն գործում են 100%-անոց գույքահարկի նոր չափորոշիչները։ 2020 թվականին, երբ որ երկրում արտակարգ դրություն էր հայտարարված COVID-ի համավարակի պանդեմիայի ժամանակ, ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը օրենքի նախագիծ բերեց, որով որ որոշեցին թանկացնել Հայաստանի քաղաքացու համար գույքահարկը։ Եթե հիշում եք, նախկինում գոնե մարզերի բնակիչները օգտվում էին մինչև 3 միլիոն դրամ շեմից։ Այս շեմը նույնպես վերացվեց։ Հիմա չկա Հայաստանում որևէ մեկը, ով չի ընկնում գույքահարկի, այս թանկ գույքահարկի տակ։ Եվ մենք այն ժամանակ խորհրդանում միակ խմբակցությունն էինք, որ դեմ ենք քվեարկել այդ օրենքին, առաջարկներ ենք ներկայացրել եւ ինչու ենք հիմա հենց այստեղ մենք, որովհետեւ ուզում ենք ցույց տալ, որ օրինակ պատկերացնենք այս շենքում ինչ որ մեկը բնակվում է, ով որ իր բնակարանը ժառանգել է իր ծնողներից։ Ծնողները խորհրդային միության ժամանակ օրինակ եղել են մտավորականներ։ Սակայն այս մարդը հիմա թոշակով ապրող մարդ է, այս մարդն ասում է ժողովուրդ ջան, այս գույքահարկը որ այսքան թանկացրեք, ես չեմ կարող այստեղ ապրել։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում, վաճառի գնա մասիվ, վաճառի գնա բան, չգիտեմ, փարակար գնա ապրի։ Եվ Արծվաշեն գնա ապրի, ասում է, ըստ Կարպիսի։ Ես այն ինչ նշանակում, սա նշանակում է, որ կենտրոնի բնակչությանը, ովքեր որ չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը էթնիկ զտման է ենթարկում գույքահարկի հիմքով։ Այսինքն մենք ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Այսինքն փոխանակ ընդհակառակը լինի եվրոպական աշխատավարձեր, եվրոպական կյանքի որակ, հետո նոր հարկեր ընդհակառակն է արվել։ Եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Հիմա մենք այստեղ ենք, որ ձեզ ասենք, որ ոչ մի ուժ, ովքեր որ մասնակցում են այս ընտրություններին, ծպտուն չի հանել, ձայն չի հանել, երբ որ գույքահարկը թանկացվում էր մեր ժողովրդի համար։ Միակ ուժը, որ դարել է խորհրդանում, դա եղել ենք մենք եւ ընկել ենք իշխանական կարկուտի տակ, այսպես ասած։ Հիմա մենք գնում ենք դեպի խորհրդարան։ Մենք ձեզ կոչ ենք անում, որ դուք քվեարկեք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, թիվ 19 քվեաթերթիկով եւ մենք նվազեցնելու ենք տրամաբանական չափերի ենք բերելու, հայկական չափերի ենք բերելու գույքահարկի հարկը։ Նաեւ ուզում եմ ասել, որ գույքահարկը այսօր ինչպես են հաշվարկում։ Ուռճացված անշարժ գույքի գներից շուկայական հանում են գույքահարկի այդ տոկոսները բանաձևերով եւ ասում են պետքա վճարեք։ Առաջին տարին 25%-ով թանկացավ, որ դուք շատ չզգաք, երկրորդ տարին 50%-ով թանկացավ, որ դուք ելի շատ չզգաք, երրորդ տարին 50, 75, հետո 100։ Այս տարի 2026 թվականն է, ամբողջանում է այս օրենքը եւ արդեն 100%-ով ձեր գույքահարկը այլևս թանկացած է։ Դուք այդ ձեր ծանոթություններում գույքահարկի վերաբերյալ դրանք տեսնում եւ ծանոթանում եք։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել Լուսավոր Հայաստանի օգտին, աջակցեք մեզ, քվե տալով մեզ դուք ուղերձ եք տալիս որևէ իշխանություն, որ գալու է կամ եթե մենք որևէ կապ չունի, ապագա պարլամենտին ուղերձ եք տալիս, որ դուք ցանկանում եք, որ գույքահարկը եվրոպական բարձր այս շուկայական գույքահարկը նվազեցվի հայկական աշխատավարձերի եւ հայկական եկամուտների հետ համապատասխանեցվի։ Եվ իսկապես ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը 2018 թվականից մինչև 21 թվականի արտահերտ ընտրությունները միակ ուժն է, որ սատարում էր կամ փորձում էր ներկայացնել քաղաքացու շահը պարլամենտում եւ միակ ուժն է, որ պաշտպանում էր իրականում այդ շահերը։ Հիմա տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացուն փորձում են ստիպել վարձվորի կյանքում ապրել սեփական տանը, քանի որ այսպիսի գույքահարկի գները բոլորը չէ որ կարող են վճարել եւ գուցե թվա թե մարզերում էլ 5000-ից 10000 դրամի փոփոխություն է տեղի ունեցել, բայց նույնիսկ այդ 5000-ի 10000-ի պատմությունը կարող է ազդել մարդու առօրյա կյանքի եւ ծախսերի վրա։ Եվ վերադառնալով նրան, որ իշխանական թեզն է, հա, սա, որ ասում են սոցիալական արդարությունն է վերականգնվել,
ինչի մասին է խոսքը, եթե նկուղային բնակարանները կամ վատթար վիճակում գտնվող բնակարանները, վթարային բնակարանները նույն համեմատության մեջ են դրվում դիցուք նորակառույց շենքերի հետ եւ նույն գուրքահարկն են պահանջում մարդկանցից, ինչ որ պահանջում են մնացածից։ Այս պարագայում ուզում ենք նաեւ շեշտել են հանգամանքը, որ կարծես թե մարդկանց սեփական տնից վտարելու քաղաքականություն է նաեւ իրականացվում։ Քվեարկիր համար 18-ին։ Գիշերներ, երբ որ բարձր տեղից նայում ես Տավուշի շրջանի որևէ բնակավայրի նշանակություն չունի, խավար է։ Մարդիկ դռները փակել, լույսերը անջատել, գնացել են։ Ամեն ինչ կա, տունը կա, տեղը կա, հողը կա, ջուրը կա, մարդը չկա, մարդը հեռացել է։ Սա անընդունելի է, սա սահմանամերձ բնակավայր է, որտեղ ազատությունը, որտեղ ժողովրդավարությունը, որտեղ իրավունքները պիտի լիարժեքորեն պաշտպանված լինեն, որպեսզի մարդիկ ուզենան ապրել այստեղ։ Մենք այստեղ ենք, որպեսզի այդ իրականությունը կարենանք միասին փոխել։ Այն մարդիկ, ովքեր բռնաճնշումների տակ են տասնամյակներով պահել ձեզ, այսօր ինչ որ նոր քաղաքական ուժերի ցուցակներում են հայտնվել եւ իրենց իշխանությունը երկարաձգելու ձևեր են գտել, հա, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք։ Այսօր ազգային ժողովում գոյություն ունեցող ընդդիմությունը դա պետությանը դեմ է։ Նրանց կենսագրությանը մենք ծանոթ ենք, տեսել ենք, հետները ապրել ենք, նրանց կողմից զրկանքների ենք ենթարկվել, համազգային զրկանքների։ Այդ ընդդիմությունը Հայաստանի ժողովրդին զրկել է իշխանությունից, զավթել է իշխանությունը։ Մեր առաջի համարը Արման Բաբաջանյանն է եւ մենք չենք ասում, որ մենք վարչապետի թեկնածու ենք, բայց մենք ասում ենք, որ մենք գալիս ենք ընդդիմափոխության, որպեսզի քաղաքական դաշտը մաքրենք աղբից, ռուսական աղբից, ընդդիմադիր հատվածը չի կարող հարթակ հանդիսանալ մեզ վրա ներսից հարձակվելու։ Այս մարդիկ ներսում յան ազգանուններով, Հայաստանի անձնագրերով, իսկ ոմանք դա էլ չունեն, կամ էլ ունեն հետնել ուրիշ անձնագիրել ունեն, հետնել թաքցնում են, այսօր հարձակվել են մեր երկրի վրա, ըստ էության։ Զբաղված են ահաբեկմամբ։ 7-8 միլիարդ մարդ կա երկրագնդի վրա, դրանցից 1 միլիարդը կոչվում է ոսկե միլիարդ։ Դա Եվրոմիությունն է, որտեղ մարդիկ լավ են ապրում։ Հանուն Հանրապետության կուսակցությունը Արման Բաբաջանյանի ղեկավարությամբ 1 ամսվա մեջ օրենքով սահմանված 2 ամսվա փոխարեն մի ամսում սահմանված 50,000 ստորագրության փոխարեն հավաքեցինք 60,000 ստորագրություն։ Այսինքն մենք լավ ապրել ցանկացողներս, առողջ կյանքով ապրել ցանկացողներս, կրթություն սիրող քաղաքացիները պարզում է, որ 60,000 հոգի մի ամսում ստորագրել է։ Այս ճանապարհին մեկ էլ մենք տեսնում ենք, որ այս ընտրությունների այս ճակատագրական փուլում մեզ որոշել են վախեցնել։ Ռուսները տեսնում եք տարբեր բերաններով, Վալոդին, Մեդվեդև, ինչ անվանարկումներ են հնչեցնում մեր ժողովրդին առանձին գործիչների, ուղղակի վախ տարածելով, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Հայաստանը ուրեմն շարժվի այն ուղղությամբ, որի մասին մենք հիմա խոսում ենք։ Ասում են ծաղիկ չենք թողի ծախեք, պամիդոր չենք թողի ծախեք, ձեր խուժան կանյակները չենք թողի որ ծախեք, ջերմուկն են արգելել, որովհետև իրենց ուզածը մեր պետությունն է, ասում են տվեք ձեր պետությունը, որ թողենք ծաղիկ ծախեք։ Մենք իհարկե, եթե լինեինք հիմա նաև որպես ընդդիմություն, արագ իշխանությանը կհորդորեինք, որպեսզի Եվրամիության հետ առանձին ապրանքատեսակների վերաբերյալ արտոնյալ մաքսային ռեժիմ կարողանայինք ստանալ եւ ինչպես Վրաստանը ժամանակին հաղթահարեց այդ նույն սպառնալիքը, ինչպես Մոլդովան հաղթահարեց այդ նույն սպառնալիքը, կարողանայինք մեր այս ապրանքները արագ արտահանել եվրոպական շուկա։ Մեզ հիմա այլ ընտրանքներ են պետք, ու մեզ համար մեր պետության առաջ բացվել են այդ հնարավորությունները այդ այլ ընտրանքները ունենալու։ Եվ ես կարծում եմ, որ ի պատասխան այս իրենց քայլերի, ծաղիկ ծախել, չծախելու, առաջին քայլերից մեկը պիտի լիներ ընդհանրապես անջատել Հայաստանում այդ ռուսական հերոստալիքները։ Անմիջապես։ Հաջորդիվ ընդհանրապես դնել ազգային ժողովում լսումներ անել, թե ինչի համար է մեզ պետք ռուսական ռազմաբազան։ Ինչ սպառնալիքից է մեզ այս պահին պաշտպանում այդ ռազմաբազան։
Այդ սպառնալիքը ռուս-թուրքական սպառնալիքը, հետևաբար ռուսները չեն կարող թուրքական սպառնալիքը չեզոքացնել։ Ռուսները ցույց են տվել, որ սպառնալիքի պահին իրենք ավելի հեշտ պայմանավորվում են միմյանց հետ եւ իրենց կերուխումի հաշիվը թողնում են հայ ժողովրդի վրա։ Մեր տարածքների եւ մեր կյանքերի հաշվին վճարում ենք ռուս-թուրքական կերուխումը։ Քվեարկիր համար 18-ին։ Արտագաղթ, պարտություն, անվստահություն, վախ, անարդարություն, Արցախը Հայաստան է եւ վեր։ սուտ։ Պետությունը պետք է ունենա օրենք, կարգ, արժանապատվություն։ Եթե ուզում ես փոխել պետությունը, պետք է ընտրես դոկ կուսակցությունը, քվեաթերթիկ համար 15։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին տեղի կունենան ազգային ժողովի ընտրություններ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թիվ 7 քվեաթերթիկն է։ Հունիսի 7-ին ընտրիր համար 7-ին։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան։ Երբ որ ստանձնել էի Օլիմպիական կոմիտեն, 2 օլիմպիական խաղեր մեդալ չենք ունեցել, ոչ մի հատ։ Կարողացել եմ հավաքել իմ թիմին, քննարկել ենք, գումարներ ենք դրել, դպրոցներ ենք կառուցել, գույք ենք տվել, եւ մյուս օլիմպիական խաղերն արդեն 6 հատ մեդալ ենք ունեցել։ Բազիկներին այն ժամանակ պետական թոշակ չկար, ես իմ անձնական գումարներ նշանակել էինք 100,000, 300,000, 500,000, 1 միլիոն, միլիոն կես։ Աշխարհի Եվրոպայի առաջնությունների մեր մարզիկները գնում են եւ հաղթանակով վերադառնում։ Պատամը ասենք այսպես հզոր պետությունների հետ մրցում ենք, բայց ամենակարևորը այդ հզորների հետ մրցելուց էլ թիմային ենք առաջի տեղը գալիս, թիմային։ Իմ նպատակն է, որ մենք ունենանք ուժեղ երիտասարդներ, որ կարողանան գնալ հաղթելու, մեդալ բերելու, ազգի պատիվը բարձր պահելու, այդ հաղթանակը պարգևելու մեր ազգին։ Մեր ազգը այսօր կարիք ունի հաղթանակների, որ դուք միշտ հաղթող լինեք, միասնական լինեք, կարողանաք հայ ազգի պատիվը բարձր պահել, միշտ հաղթանակներ պարգևել մեր պետությանը, մեր երկրին, մեր ժողովրդին։ Սպորտը մեր երկրի պատիվն է, ճանաչումը, պատմություն ուժի ու համառության մասին, ճանապարհ զրոյից դեպի բարձունք, նվիրում, որ կերտում է հաղթանակներ, դառնում համազգային հպարտություն, սպորտն աշխարհը միավորող ուժ է, միասին դեպի նոր բարձունքներ ու հաղթանակներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Առաջարկ Հայաստանին ծրագրի հիմնադրույթները։ Առողջ մարմնում, առողջ հոգի։ Պրոֆեսիոնալ եւ սիրողական սպորտի զարգացում։ Թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ խիստ պայքար։ Առողջապահության ապահովագրման արդյունավետ եւ ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստանալ երաշխավորված եւ բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։ 2029 թվականից սկսած յուրաքանչյուր քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական 2 հատուկ հաշիվ։ A. 1.5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար։ B. 1 միլիոն դրամի չափով ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար։ Այս համակարգի ներդրման դեպքում քաղաքացիները կվճարեն բուժման ծախսերի 30%-ը, մնացած 70%-ը կֆինանսավորվի վերը նշված հաշիվներից։ Թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկանները պետք է բուժվեն ամբողջովին անվճար, դեղերի անհրաժեշտ ցանկի անվճար հատկացման տարբերակով։ Բժիշկների եւ բուժաշխատողների համար ապահովել արժանապատիվ աշխատավարձ։ Քվեաթերթիկ համար 7 Բարգավաճ Հայաստան կուսակցություն։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների քարոզչության ժամն ավարտվեց։